Բարի երեկո, դուք դիտում եք բացհարթակ, այսօր իմ հյուրը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Ռաֆիկ Գալստյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, մենք շատ հաճախ խոսում ենք, որ վերջին տարիներին օպերայի և բալետի թատրոնից արտիստներ չեն հեռանում, կարծես թե այսպես ասած այդ աշխատանքային ամեն դեպքում այդ արտագաղթը կանխվել է, չկա, բայց եթե չեմ սխալվում, դուք բավական երկար ժամանակ է արդեն տարվա գոնե մեծ մաս անցկացնում եք Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Ինչը ձեզ տարավ Ֆրանսիա։ Շատ բաներ, բայց նշեմ, որ ես այնտեղ եմ գտնվում տարվա 8 ամիսը, այսինքն ես 4 ամիսը գտնվում եմ Հայաստանում, հետևաբար ես այդ 4 ամիսը աշխատում եմ Հայաստանի օպերային թատրոնում, ես չեմ հեռացել Հայաստանից, սա ինչ-որ ժամանակավոր բնույթ է կրում, չեմ կարող ասել եւ ոչ ոք չգիտի թե որքան, բայց կյանքում ամեն ինչ բնականաբար ժամանակավոր է, իսկ իմ բոլոր պլանները հետագա կապված են Հայաստանի հետ, իսկ Հայաստանի հետ շատ մեծ պլաններ ունեմ։ Ինձ Ֆրանսիա տարավ փորձը բալետային, ֆինանսը բնականաբար, քանի որ ցավոք դա իրականություն է, բայց արտասահմանում շատ ավելի լավ են վճարում եւ պետք է ցանկացած մարդ էլ, նույնիսկ ես, մտածում եմ իմ ապագայի մասին, մտածում եմ իմ ապագա ներդրումների մասին Հայաստանում, որի համար ինձ ֆինանսը անհրաժեշտ եւ ծանոթությունը ինչու ոչ, քանի որ դու ձեռք ես բերում արտասահմանում շատ մեծ ծանոթություն, իսկ այնտեղ ես աշխատում եմ նաեւ շատ այլ թատրոնից տարբերվող ֆորմատում, քանի որ ես 8 ամիս գրեթե օրը մեջ 8 ամիս շարունակ ապարում եմ ներկայացումներ։ Փարիզում։ Ոչ միայն Փարիզում, ամբողջ Եվրոպայում, հիմնականում Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում եւ Եվրոպայի այլ երկրներում։ Կարող ենք ասել, որ տեսեք դուք նշեցիք ծանոթություններ, փորձ, բայց այդուամենայնիվ բոլորիս համար ցանկացած մասնագիտության մեջ կարևոր դեր ունի ֆինանսը։ Կարող ենք ասել, որ այս դեպքում հենց առաջին պլանում այն ինչը որ դարձավ պատճառ, որ դուք թեկուզ ժամանակավորապես տեղափոխվեք Ֆրանսիա, դա հենց ֆինանսն էր։ Իհարկե, բնականաբար, քանի որ այս աշխարհում ֆինանսը շատ մեծ շարժիչ ուժ ունի բոլորիս համար, բոլոր մարդկանց համար կարծում եմ, եւ ամեն ինչ պատտվում է ֆինանսի շուրջ։ Այս աշխարհում ընդհանրապես ամեն ինչ պատտվում է սիրո, ֆինանսի, առողջության ամենակարևոր շարժիչ ուժերն են մեր։ Նաև այստեղ շատ կարևոր է, որ դուք նշեցիք շատ երկրներ, ոչ միայն Ֆրանսիա, այլ նաև Շվեյցարիա, Իտալիա, բայց բաց սահմանները արվեստագետի համար որքանով են կարևոր։ Արվեստագետը սիրում է ազատություն իրականում։ Արվեստագետը չի սիրում, երբ իր ղեկավարը կամ վերադասը իրեն պահում է շատ խիստ քառակուսիների մեջ։ Ինչ որ քառակուսիներ պետք է լինեն, քանի որ դու պատկանում ես այս թատրոնին կամ այլ թատրոնին, եւ դու դա պետք է գիտակցես, քանի որ թատրոնը քեզ է բարձրացնում, դու թատրոնին ես բարձրացնում, սա փոխհարաբերություն է, որը որ պետք է պահվի, բայց արտիստին պետք է տրվի որոշ չափի ազատություն, որը որ մենք ունենք մեր թատրոնում, Հայաստանի թատրոնում, ինչի համար ես շնորհակալ եմ, քանի որ ինձ էլ լինում է շատ անգամներ հրավիրում են տարբեր երկրներ, այս ընթացքում ես նույնիսկ ունեցա 3 հրավերներ տարբեր երկրներից, Սպարտակ բալետային ներկայացմամբ 3-ն էլ, ցավոք չկարողացա զբաղվածությունս պատճառով մեկնել, բայց 4-րդ հրավերս արդեն ընդունեցի, որը որ կլինի հոկտեմբերին, այդ ժամանակ համաձայնեցի մեր թատրոնի հետ, հնարավոր է որ ստացվի։ Ընթացքում նաև այս ունեցա հրավեր մյուզիկլում ներկայանալու համար, բայց դա ցավոք էլի մերժեցի, քանի որ երկրում չէի, բայց արտիստին այո, ընդհանրապես պետք է ազատություն։ Իսկ ինչով եք, տեսեք դուք ասացիք ոչ միայն Փարիզում, այլ առհասարակ շատ երկրներում, ինչ ներկայացումներում եք, այսպես ասած, ինչ բալետային ներկայացումներում եք խաղում եւ բացի բալետից ուրիշ ինչով եք զբաղվում այնտեղ։ Այնտեղ բացի բալետից զբաղվում եմ։ Երևի կարելի ասել որպես այդպեսին, ոչնչով։ Այսինքն ինքը բալետը այնպեսին է, որ ձեզ կարողանում է ներողություն, բայց ֆինանսը այնքան էր, որ ձեզ կարողացավ Հայաստանից տանել Ֆրանսիա։ Բնականաբար։ Ես իմ այնտեղի ազատ ժամանակ, այսպես ասեմ, կարողանում եմ օգտագործել այնպես, որպեսզի ես իմ
մտքերը դասավորեմ կամ մտքեր ստեղծեմ, որը որ հետագայում ես կկարողանամ օգտագործել Հայաստանում։ Ինչ մտքեր եք այս ընթացքում կարողացել ստեղծել, ինչպես են ձեր մտքերը դասավորվել, որովհետև դուք ասացիք, որ Հայաստանի հետ կապված մեծ պլաններ ունեք։ Այո, Հայաստանի հետ կապված մեծ պլաններ ունեմ։ Չակերտներ չեմ կարող, փակագծեր չեմ կարող շատ բացել, քանի որ ընթացքի մեջ է եւ կարծում եմ, երեք նույնիսկ հանդիպում ունեցա եւ կարծում եմ, որ ընթացք կտրվի, քանի որ ում հետ որ հանդիպում ունեցանք, նայել է կողմ, նայել է ցանկանում, որ այդ ամենը իրագործվի, քանի որ պահը հասունացել է, մնացած արդեն ժամանակը ցույց կտա։ Ինչ տարբերություն կա մեր եւ Ֆրանսիայի օպերայի եւ բալետի թատրոնի միջեւ եւ առհասարակ ինչպես են վերաբերվում, այսպես հասարակությունները, չէ՞, Ֆրանսիայում ինչպիսի վերաբերմունք կա օպերայի, բալետի նկատմամբ եւ ինչպիսի վերաբերմունք կա Հայաստանում, դուք այդ հիմա հաստատ շատ ավելի լավ եք զգում։ Եթե մենք խոսում ենք Փարիզի օպերայի մասին, բնականաբար այնտեղ շատ այլ վերաբերմունք է տարբերվող, քանի որ Փարիզի օպերան դա բրենդ է ամբողջ աշխարհում։ Փարիզի օպերան թելադրող մի հաստատություն է ամբողջ բալետային աշխարհում, քանի որ Փարիզի օպերան դա Փարիզի օպերա է։ Բնականաբար եւ բոլորը ծնկի են գալիս, այսպես ասած, Փարիզի օպերայի առաջ, քանի որ դա Փարիզի օպերա է, վերջը։ Եվ թելադրում է որակ։ Եթե խոսում ենք այն կամպանիայի մասին, որտեղ որ ես եմ աշխատում, որը որ կոչվում է France Concert, France Concert ունի շատ հետաքրքիր առանձնահատկություններ, իր հետաքրքիր ռուսերեն ասված դիսցիպլինան, քանի որ շատ բալետի արտիստի համար դա շատ կարևոր է, որպեսզի դու կարողանաս ինքդ քեզ կառավարես, դա շատ բանակի նման նույնիսկ մի բան է, գիտեք, քանի որ դա սովորեցնում է այսպես զգաս լինել, պատրաստ լինել, զինվոր լինել, ինչու՞ չէ։ Իսկ Ֆրանսիայի հանդիսատեսը բավականին ջերմ հանդիսատես է, ասեմ, որ մենք ամենակիչ ունենում ենք 2000 հանդիսատես, ամենակիչը 2000-ից մինչև 7000 հանդիսատես մենք ունենում ենք Ֆրանսիայում, լեփ-լեցուն դահլիճներ, այդ 8 ամիսներ լեփ-լեցուն դահլիճներ են միշտ լինում։ Այսինքն բոլոր առումներով այս պահին եթե շատ անկեղծ լինենք, առավելությունը Ֆրանսիայի կողմում է։ Գիտեք, ամեն դեպքում առավելությունը հօգուտ Ֆրանսիայի է։ Մի փոքր այստեղ չի համաձայնվի այդքան շատ։ Իմ հիմիկվա դրությամբ ես կասեի, հիմիկվա իրավիճակում իմ գտնվելը, քանի որ ես բնականաբար Ֆրանսիայում եմ, հետեւաբար առավելությունը Ֆրանսիայում է, բայց իմ առավելությունը չի պակասում Հայաստանի նկատմամբ, քանի որ ես ինչպես ասացի, որ Ֆրանսիայում աշխատելը ել եմ գրկնում, չգիտեմ քանի տարի, ինչքան ժամանակ, դա մի տրամպլին կարող է ինձ համար դառնալ, որպեսզի ես այդ տրամպլինը բերեմ Հայաստան եւ Հայաստանում կարողանամ մեր թատրոնին, հայ ազգին, մեր հայ պարողներին, պարարվեստին զարգացնել, ինչը կարողանում եմ, կարծում եմ, շատ լավ ներդրում է։ Տեսեք, դուք բավական պահանջված արտիստ եք եւ մինչեւ Ֆրանսիա մեկնելն էլ դուք շատ պահանջված, շատ, այսպես ասած, սիրված արտիստ եք եւ ամեն դեպքում ձեր փորձը հետագայում ինչպես դուք պլանավորում եք բերել Հայաստան, կիրառել այստեղ, դա շատ կարեւոր է եւ եթե չեմ սխալվում, այս ընթացքում Երևանում գտնվելու էլի օրերին դուք հասցրեցիք հանդես գալ միանգամից 3 ներկայացումներ ու Մարդուկ ջարդուկ, դիմակահանդես, Գայանե, այլ ես դա նկատի ունեմ, որ ոչ միայն Ֆրանսիա, տեսեք Մոլդովա, Շվեյցարիա, Իտալիա, տարբեր երկրներ դուք ասացիք եվրոպական շրջագայություններ։ Ես նաև դա նկատի ունեմ, որ ինչ տարբերություն կա մեր եւ այնտեղի հանդիսատեսի միջեւ, մեր եւ այնտեղի թատրոնների միջեւ, որովհետեւ դուք ասում եք 2000-ից 7000 հանդիսատես ենք ունենում, արտիստի համար դա շատ կարեւոր է, չէ՞, երբ 1500 տեղանոց դահլիճում չլինի 464 հոգի։ Ես վաղուց նման հանդիսատեսի չեմ հանդիպել, որ կամ նման բեմահարթակ չեմ հանդիպել, որ առավել ևս մեր Հայաստանում, որ մենք 1000 տեղից ունենանք 400 հոգի, գրեթե միշտ մեր Հայաստանի օպերային թատրոնի դահլիճը լեփլեցուն է նաև։ Տարբերությունը ես կարծում եմ ավելի շատ էներգետիկայի մեջ է կայանում։ Երբ որ գնում ես արտասահման, քեզ վերաբերում են հրավիրել արտիստ, քեզ վերաբերում են ոչ արտասովոր մարդ, չնայած ես կասեի, որ նույնիսկ Հայաստանում են նաև վերաբերվում, քանի որ մենք բոլորս ունենք մեր հանդիսատեսը, մեր առաջատար մենապարողներով, եւ
բայց Հայաստանի էներգետիկան ինձ համար միշտ ուրիշ է։ Ես Հայաստանում շատ ավելի շատ եմ հուզվում միշտ իմ ամեն ներկայացումից առաջ, քան արտասահմանում։ Ինչու՞։ Չեմ կարող ասել, երևի պատասխանատվությունը ինչ որ մի չափով երևի ավելի շատ է, չեմ կարող ասել, որ արտասահմանում շատ ավելի քիչ է։ Կամ միգուցե որ դու տարիներ շարունակ անուն ես ձեռք բերում, փորձում ես քո դիրքը պահել, քո աստիճանը բարձրացնել միտեղ ու պահել դա, ու չես ուզում քեզ ճանաչող հանդիսատեսը, քեզ իմացող մարդիկ, քեզ երկրպագող փոքր բալիկներ, ովքեր ում համար դու կումիր ես, ում համար դու իդեալ ես, կամ ձգտում են քեզ նմանվել, կամ քեզ սիրում են, չես ուզում տեսնեն քեզ վատ վիճակում, վատ մարզավիճակում, որը ինչ որ միտեղ ոտքդ սայթակեց, ինչ որ միտեղ չկարողացար անել, ինչ որ մի բան, այլ փորձում ես ավելի պրոգրես, զարգացնել, անել ավելի շատ, այսինքն քո հնարավոր ինչ հնարավորություն ունես, ավելի շատ ես ինքս փորձում եմ տալ օպերային թատրոնին։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ բալետում ամեն ինչ պետք է լինի գեղեցիկ, նույնիսկ ցավը։ Ամեն ինչ պետք է լինի իդեալական, նույնիսկ ցավը։ Կա այսպիսի մի բան, բալետը բեմի վրա ժպտացող ցավն է, բալետը ճախրող ցավ է։ Այս արտահայտություններն ասում են ընդգծում են բալետի երկակի բնույթը, բեմական թեթևությունը եւ կուլիսային հսկայական աշխատանքը։ Կուլիսներում այո կատարվում են հսկայական աշխատանքներ։ Կուլիսներ ասելով այն նկատի ունեմ, երբ հանդիսատեսը չի տեսնում թե ինչ է կատարվում, այսինքն դահլիճում վարակույրից այն կողմի, որ վարակույրը փակ է, կատարվում է հսկայական դաժանալ էս ինչու ոչ, քանի որին մենք սովոր ենք, որը որ մենք սիրում ենք, միգուցե մենք բալետի արտիստներս մազոխիստ ենք մի փոքր, չգիտեմ, կարծում եմ կա նման մի բան, բայց բալետը դեռ մանկուց մեզ ստիպում է, որպեսզի մենք կատարենք հսկայական աշխատանք, կտրում է մեզ մանկությունից, ինչի համար ես, կտրում է մեզ փողոցից, ինչի համար ես շատ ուրախ եմ, բերում է մեզ մի այլ աշխարհ, մի այլ շրջապատ, ինչի համար կրկին անգամ ես ուրախ եմ, եւ բալետը մեզ դարձնում է, եթե դու էլ սիրում ես բալետը, բալետը սիրում է քեզ, ու դուք լեզու եք գտնում բալետի հետ, քեզ դարձնում է շատ լավ մարդ, կարծում եմ։ Տեսեք, դուք ասացիք բալետը կտրում է փողոցից, ինչի համար շատ ուրախ եմ, բայց բալետը կտրում է նաև մանկությունից։ Դա լավ է։ Գիտեք, այդտեղ արդեն գալիս է ծնողի, կարծում եմ, գործոնը, ծնողի ճիշտ քայլերը, որպեսզի դու, քանի որ բալետը քեզ իրոք կտրում է ժամանակի առումով, աշխատանքի, քո պարապելու առումով կտրում է մանկությունից, բայց քո ծնողը այնքան խելացի պիտի գտնվի, որ քեզ ճիշտ ուղղության վրա դնի ու քեզ տա այդ բացը, որը որ դու ունենում ես այդ ժամանակի կորուստի պատճառով։ Իսկ իմ բախտը դրանում բերել է, քանի որ մայրս ինձ ես իմ բոլոր գործերը իմ մոր հետ եմ անում, ամեն մինչ օրս։ Իմ ցանկացած հարցերով նա զբաղվում, ինչի ես չեմ կարողանում հասցնել, եւ կարող եմ ասել, իմ մայրը իմ մեջ մեծ ներդրում է արել, որ հիմա նա կարողանում է արդեն վայելել, եւ ժամանակին բնականաբար թեկուզ ես ունենում եմ օրվա ընթացքում մի ժամ, 2 ժամ, մայրս այդ 1 ժամ, 2 ժամ փորձում էր այնպես անել, որ ես կարողանամ լիցք հատավեմ, կարողանամ, չգիտեմ, միասին գնանք սրճարան, խոսենք, ինչ-որ ժամանակ անցկացնենք հետաքրքիր, լավ հիշողություններ ունենանք մանկությունից։ Ես երբեք չեմ զգացել, որ ես ունեցել եմ այնպիսի մանկություն, որ ես մանկության ինչ-որ հետաքրքրություն չեմ ունեցել, որ ասացի, որ կտրում եմ մանկությունից։ Դա իմ ծնողի շնորհիվ է, կարծում եմ։ Եվ այսօր էլ դուք հարցազրույցի եք եկել, էլի ձեր մայրիկի հետ, ձեր մայրիկն է ձեզ բերել, բայց այսպեսի մի հարց էլ, տեսեք, դուք ասացիք բալետի արտիստներ ինչ որ չափով նաև մազոխիստ են։ Այստեղ կա նաև շատ ահռելի աշխատանք, որը լինում է կուլիսներում, որը հանդիսատեսը չի տեսնում, շատ ահռելի աշխատանք, դրանից բացի նաև շատ կարևոր է սննդակարգը, որովհետև հիմա երբ օրինակ շատ իմ գործընկերներ մտածում են մարզասրահ գնալու մասին կամ գնում են մարզասրահ, այդ սննդակարգը պահելը շատերի համար սթրես է։ Այ բալետի արտիստները ինչպես են համակերպում այդ բոլոր զոհողություններին։ Գիտեք, երբ որ մի երկու անգամ դուրս ես գալիս բեմ կամ փորձերի ժամանակ դու զգում ես, որ դու ծանր ես, դու ընդհանրապես ֆորմայի մեջ չես, քեզ դժվար է, դու չես կարողանում ինքդ քեզ գետնից պոկել, թռիչքի մասին է խոսքը, կամ աղջիկ ավելի դժվար ես բարձրացնում, դժվար է շարժում, շուտ ես հոգնում, շնչառությունը սկսում ես հեվել, դու արդեն ավտոմատ հասկանում ես քեզ ինչ է պետք, ինչ չէ, ու արդեն պրիորիտետներ ես արդեն դնում ու հասկանում ես, թե որն է ավելի կարևոր,
Եվ ինչպես նշեցի, մենք մանկուց ունենք մեր սեփական այդ դիսցիպլինը, որը որ մեզ սովորեցնում է, որ այ սա պետք է, սա չէ։ Երբ որ մեծանում ես, բնականաբար դու ավելի լավ ես հասկանում քո օրգանիզմը, քո մարմինը ինչ է ուզում, ինչ չէ։ Մարդկա, որոնց ես երանություն եմ տալիս, մեր թատրոնում էլ, ինչքան ուտում են, չեն չաղանում։ Ես ունեմ չաղանալու հակում։ Եվ ես երևի թե օրը սնվում եմ 1 կամ 1.5 անգամ նույնիսկ կարելի է այսպես ասել, շատ քիչ, երբ որ ունեմ կարևոր ներկայացումներ։ Իսկ Ֆրանսիայում ես օրը սնվում եմ 2 անգամ, 1 անգամ առավոտյան, 1 անգամ ներկայացումից հետո։ Այսինքն ժամը 10-ից հետո 1 անգամ։ Տեսեք, երգերում մենք շատ հաճախ լսում ենք, չէ՞, այսինքն երբ լսում ենք որևէ երգ, հասկանում ենք ինչի մասին է, բառերը կան, թատրոնում, կինոյում, բալետը, մենք կարող ենք ասել, որ բալետը դա խոստովանություն է մարմնի միջոցով։ Իհարկե, բալետը խոստովանություն է մարմնի միջոցով եւ բալետի գեղեցկությունը, դժվարությունը հենց դրանում է կայանում։ Քանի որ ինչպես մեր բալետմեստեր Ռուբեն Մուրադյանն է ասում, շատ հետաքրքիր խոսք է, կմեջբերեմ իր խոսքը, ասում է դերասանը կարող է խոսքով ասել ես Սպարտակն եմ։ Մարդիկ կհասկանան, լավ կասի, վատ կասի, լավ կանի, վատ կանի, կհասկանան, որ նա Սպարտակն է։ Կտեսնեն, որ նա Սպարտակն է։ Բալետում դու պիտի մարմնով այդ ամենը ասես։ Ինչքան էլ հոգուստով տեսնում են։ Դու պիտի քո մարմնի, քո պլաստիկայի, քո շարժումների միջոցով, ինչքան էլ դա կատարյալ է բեմադրված, դա չի նշանակում, եթե կատարյալ է բեմադրված, դու կարող ես դա հասցնել հանդիսատեսին, այսինքն դա քեզանից էլ է, դու պետք է վերարտադրես քո լեզվով դա, այդ ամենը ու հասցնես հանդիսատեսին եւ ասես, որ ինձ դավաճանեց իմ զորքը, ես սիրում եմ Ֆրիգիային, ես կապստամբ եմ, այդ ամենը մարմնի լեզվով դու պետք է ասես։ Իսկ կա մի ներկայացում, որը շատ ավելի բարդ է մարմնի լեզվով փոխանցելը, այդ խոստովանությունը, այդ ամեն ինչը ասելը։ Ցանկացած ներկայացում ունի իր բարդությունը, ցանկացած ներկայացում եւ իր առանձնահատկությունը։ Քանի որ բալետային ներկայացումները շատ տարբեր են, մենք ունենք դասական բալետ, դասական, ինչը որ մարդիկ ասում են բալետ պատկերացնելուց, հիմնականում կարապելիչ, մարդուկ ջարդուկ, դա իր ժեստեր, իր մաներաներն ունի։ Սպարտակը իր բնավորությունն ունի, ավելի մի փոքր ազատ, ավելի ապստամբ, ավելի առյուծի կերպար, այսպես ասած, առաջնորդի կերպար, որը շատ է տարբերվում։ Այսինքն արքայազները, հերոսները կամ մի քիչ ակտիվիկ տղաներ օրինակ հիմա Բազիլը Դոն Կիխոտ բալետում ունի իր կերպար առանձնահատուկ իսպանական ոճով, Տորեադոր այնպես ամեն մեկն ունի իր առանձնահատկությունը եւ շատ տարբեր են։ Այնպես որ համեմատելը սխալ կլինի։ Եվ վերջին հարցը, ինչպես եք ձեզ զգում մի երկրում, որը ասոցացվում է Շարլ Ազնավուրի հետ։ Հպարտ, շատ հպարտ։ Քանի որ հաճախ եղել է, որ մարդիկ ցավոք լսած չլինեն արտասահմանցիները Հայաստանի մասին, ֆրանսիացիները հիմնականում, եւ առաջին ասում եմ Շարլ Ազնավուր, ու բոլորը հասկանում են ինչի մասին է խոսքը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Ռաֆի Գալստյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։